Բարի լույս եկեղեցի, իմ շատ սիրելի թանկագին քույրերս, եղբայրներս, աննման քույրեր եւ եղբայրներ, սիրելիներ ամեն գիրագի ուրախությունով Դերոջը դունը գուքամ, որբեսի նախ Տիրոջը հանդիպիմ ետ գցեզի, հալելույա, ինչ սիրելիներ ուրախություն է, ինչ առանձնաշնորհում է, որ կանք միասնապար դերը բաշտենք, ամեն Նաև հատուկ բարևներ ուղենք մեր Facebook-ի հետևորդները, որոնք ամեն գիրագի կմասնակցին, այս եկեղեցին կլսեն, կբաժնեկցին, դերը շատ օրհն է, ամեն մեկը որ քաղաք են, որ երկրեն, որ կհետևիք մեզի։ Հալելույա։ Սիրելիներ, այսօր պիտի խոսիմ հին ուխտի մեծ մարգարեներեն մեկուն մասին, որ ինձի շատ մեծ օրհնություն եղավ։ Այս մարգարեին մասին, երբ որ գիրակնորիայի մանուկներուն գխոսեի, շատ ուշադրությունը սկրավեց, չնայած որ դարիներ գարտացած եմ։ Եվ երբ ավելի խոր ուսումնասիրություն ըրի, դեսա, որ իսկապես բարաբիչե Աստծո խոսքը զինք կոչած է մեծ մարգարեներեն մեկը։ Գիտեք ով էր անիգա, եթե Սիլվիան մեզի պատկերը ցույց տա, վստահ եմ, որ ամեն մեկերնիդ պիտի գիտնաք, թե որու մասին պիտի խոսիմա։ Եղիա մարգարեին մասին սիրելներ, հալելույա, դերը օրհնեց ձեզի։ Գիտեք սիրելներ, երբ որ գսերդենք Եղիա մարգարեին կյանքը, Եղիա մարգարեն մեծ քրքեր չէ գրած։ Եսայայի նման, Երեմիայի նման, ոչ այլ քահանայական ցեղե եկած է։ Բայց սիրելիներ, այնպիսի մեծ գործեր ըրավ, հրաշալի գործեր ըրավ, իր խիզախությունը, իր համարձակությունը, իր քաջությունը շատ ուշագրավ է իր ժամանակաշրջանին։ Եվ սիրելիներ, այո նշաններ ըրավ, հրաշքներ ըրավ, եւ ինքն էր առաջին անգամ, որ գնոջը, որ Փեվայրի գնոջը որդին, որ մահացած էր, հարություն առնել դվավ։ Առաջին անգամ հին ուխտի մեջ հիշված է։ Եվ գհիշեք նոր ուխտի մեջ ուր երևցավ Եղիա մարգարեն։ Այլագերբության լերան վրա երևցավ Մովսեսին հետ։ Հիսուսի մեկ կողմը Մովսեսն էր, որ օրենքը կներկայացներ, իսկ մյուս կողմը Եղիան գար, որ մարգարեները կներկայացներ։ Սո սիրելներ շատ հետաքրքիր անձնավորությունը, շատ զորավոր, համարձակ եւ քաջ անձնավորությունը սիրելներ։ Եվ ետ գնալ այս բոլորը ընել են ետքը, Աստված գիտեք ինչ ըրավ։ Իր հրեղեն գարքերը գրգեց, իր հրեղեն սիերը գրգեց, այսօրվա մեր լեզվով իր ուբրը գրգեց և զինքը ուր փոխադրեց երգինք, Եղիա մահ չտեսավ։ Սիրելիներ, այսօր Եղիայի մասին պիտի խոսենք և նայենք, թե Եղիա որ ժամանակաշրջանին ապրեցավ։ Եղիա սիրելիներ ապրեցավ այնպիսի ժամանակաշրջանի մեջ, որ Իսրայելի ժողովուրդը հերացած էր ճշմարիտ Աստծմեն եւ հոգեվորապես շատ վատ մագարտակի մեջ էր սիրելիներ այսինքն գրաբաշտությունը այսինքն հետանոսությունը Իսրայելի ժողովրդին բեդական եւ բոլորին գրոնքը դարձած էր ինչու գիտեք որովհետեւ երբ որ պատմության գնայինք երբ որ Սիլվիան մեզի ցույց տա Գտեսնենք, թե Իսրայելի պատմությունը, եթե գիտեք, Իսրայելի առաջին թագավորը ով էր, Սավուղն էր։ Սավուղեն ետք ով եկավ, Դավիթը եկավ։ Դավիթեն ետք Սողոմոնը եկավ։ Սողոմոնին ետք սիրելիներ, Իսրայելի թագավորությունը երկուքի բաժնվեցավ։ 12 ցեղերը մեկ էին, բայց Սողոմոնեն ետք բաժնվեցավ թագավորությունը։ Վերի նորդ թագավորություն եղավ, Հյուսիսի թագավորությունը, որ գփաղկանար 10 ցեղերը եւ անոր մայրաքաղաքը ինչ էր Սամարիան, եւ երկու ցեղերը զատ գազմեցին Հութայի թագավորությունը, որ էր South հարավը, որ երկու ցեղերը գփաղկանար Հութա եւ Բենյամին, որ մայրաքաղաքը Երուսաղեմ էր։ Եվ սիրելներ Երուսաղեմի մեջ էր դաջարը, հիմնական Աստծո պաշտամունքը, Աստծո ներկայությունը ուր էր գիտեք, չէ Երուսաղեմի մեջ Սողոմոն հրաշալի դաջարը շինեց Աստծո։ Սո երբ որ բաժնվեցան սիրելիներ, երբ որ Աստծո դունեն, Աստծո ներկայությունեն, Աստծո ժողովուրդեն գբաժնվիս, վիճակը ցավալի գլա։ Սո երբ որ Իսրայելի թագավորություն գոչվեցավ, վերի թագավորությունը, բաժնվեցավ
շատ ցավալի եղավ վիճակը։ Ուրեմն Ակաբ թագավոր եղավ։ Ակաբ վերի բաժինի Իսրայելի թագավորության 7-րդ թագավորը եղավ, որ էր Եղիայի ժամանակաշրջանին։ Եվ Աստծո խոսքը գսե թե Ակաբ սիրելիներ իր մե առաջ եղողներեն ավելի դերոջը արչև չարություն հրավ, ավելի չարություն հրավ։ Ինչու գիտեք սիրելիներ ավելի չարություն հրավ, որովհետև քնած սիթոնացիներուն Ետպաղ թագավորին աղջիկը չար թագուհին անունը գիտեք բոլորնիդ Հեզապելը իրեն գնության արավ, որը Աստծո ժողովրդին արգելված էր, երբ որ հին ուխտը գարտային իրենք Աստված բացարձակապես արգելած էր, որ օդարները գին առնեին, բայց Ակաբ քնած եւ Հեզապելը բերավ, եւ Հեզապել առանցին չեկավ, իր հետը գիտեք ովքերը բերավ, իր չաստվածները, Փաղը բերավ եւ Աստարովտը բերավ, Փաղը անցրևի փոթորիկի լայթնինգի չաստվածն էր, իսկ Աստարովտը բորնգության չաստվածուհին էր։ Եվ սիրելիներ գսե թե Ակաբի մասին գարտանք, Փաղի դուն շինեց, Փաղի սեղան շինեց եւ Աստարովտին մեծ գուրկ մշինեց եւ Իսրայելը սկսավ փոխանակ ճշմարիտ Աստվածը բաշխելու, ինչ սկսավ բաշխել, գուրքերը բաշխել, հեթանոսություն, գրաբաշխություն սիրելիներ։ Եվ նաեւ նայեցեք ինչ գսե թե Ակաբ Աստարովտի գուրկ մշինեց եւ Ակաբ իր ըրած կորձերովը իր մե առաջ եղող Իսրայելի բոլոր թագավորներեն ավելի Իսրայելի դեր Աստվածը ինչ հրավ գիտեք փարգացուց սիրելներ ասո փարգությունը քրքրեց որովհետեւ Աստված իրենց ինչ ասած էր գուրքեր չշինեք ինձ մեզ այդ ուրիշ աստվածներ չունենաք որովհետեւ ես եմ ցեզ որ Եգիպտոսի երկրը ինչրի ազատեցի Սիրելիներ ժողովուրդը ինչ եղավ խոդորեցավ Հեզապելի եւ Ակաբի միջոցով եւ շատ վատ վիճակի մեջ էր Եվ սիրելիներ այս բարակային Աստված որու գնդրե Եղիային Հանգարց գիտեք Եղիայի մասին շատ մեծ քիրքերով չէ գրված գազեմ ընդամենը 6 կամ 7 գլուխներու մեջ հիշված է Եղիայի պատմությունը եւ Աստված Եղիային գնդրե գսե Եգուր գսե քեզի Ակաբին մի դիղրգեմ եւ հանգարց Եղիա Ակաբին գերտա աս չար թագավորին արչեվ գելլե եւ գսե այսպես գսե Դեր Աստվածը Իսրայելի դեր Աստվածը որուն արչև գգենամ գենտանի է որ այս տարիներուն մեջ ցող ու անձրև պիտի չգա առանց իմ խոսքիս սիրելներ ինչ կսե Եղիա Ակաբին Աստված երկինքը կոծեց անձրև չի գա Գիտեք ինչու որովհետև իրենք որու գբաշտեին Փաղին գբաշտեին եւ շատ անգամ իրենց մանուկները զոհ կուդային գայրեին որբեսի Փաղ իրենց անձրև դա իրենց բդղապերություն դա իրենց փերքեր օրհնե Աստված իրեն Եղիայի միջոցով գսե երկինքը պիտի կոծեմ որբեսի գիտնակ որ ոչ թե Փաղն է Աստված որուն դուք գվստահիք հաբա ես եմ Աստված որ կոնտրոլ գնեմ ամբողջ դիեզերքը weather-ը ամեն բան իմ կոնտրոլիս տակն է առաջինը ես եմ Աստված երկրորդը շատ արդար բադիժ էր Իսրայելի ժողովրդին որտեվ Աստված հին ուխտի մեջ իրենց բադվիրած էր եթե ուրիշ աստվածներու երթաս Երկինքը պիտի կոծեմ եւ երգիր իր փերքը պիտի չի դա հետևանքը ինչ եղավ իրենց գրաբաշխության երկինքը կոծվեցավ եւ ինչ չգավ անձրև չգավ եւ երբ որ անձրև չգա սիրելիներ փերք չգա չէ բդուխ չգա խոտ չգա ինչ եղան սկսավ ժողովուրդը սովի մատնվել բայց միջ այդ սիրելիներ Աստված հրաշալի գերբով Եղիա Գերագրեց Գիշեք ինչով գերագրեց Աստված Եղիային Ագրավներու միջոցով Աստծո միջոցները զանազան են սիրելներ Աստված իր զավակները չի ցկեր երբեք Ագրավի միջոցով Եղիայի գերագրեց Ետքը գիտեք որու միջոցով գերագրեց Որբևայրի գնոջ միջոցով գերագրեց Հացը եւ ճյուրը օրհնեց եւ գերագրեց եւ ետքը Եղիա ադգնգան
ալյուրը եւ յուղը օրհնեց եւ այդ գնգանալ որդին հարություն առնել դվավ so ասված իր զավակներուն գհոքա ասված իր զավակները չի ցկեր սիրելներ իսկ երբ որ գտեսնենք 17-րդ գլուխին մեջ գսե երբ որ երրորդ դարվա մեջ էին այսինքն երրորդ տարին էր սովը հիմա Աստված գսե թե Եղիային հիմա գսե ժամանակն է ելիր քնա ակահապին եւ ասե թե այլևս անցրև պիտի դամ ցեզի անցրև պիտի դամ ցեզի քնա ակահապին երևցիր ու երկրի վրա անցրև պիտի դամ Եղիա ակահապին երևնալու քնած եւ նայեցեք ասո խոսքը գսե Սամարիայի մեջ սաստիկ սով գար 3 տարի անցրև չի գար եւ սաստիկ սով գար եւ այս գլուխին մեջ ուրեմն այս Բատմությունը գտնվի երրորդ թագավորած 18-րդ գլխուն մեջ։ So գսե որ արավոտ մը արդու ակապ գելե եւ իր դանը դնդեսը ապտիա անունով հավատացյալ մը գարնե գսե որ ակապ եգուր ապտիային գսե երթանք եւ ճուրի աղբյուրները նայինք թե արդյոք խոտ գա խոտ փնդրելու գելեք ակապ որովհետեւ պետք ունի իր ճորիներուն եւ իր ցիերուն որովհետեւ ցիերը եւ ճորիները սիրելներ իրենց բادرազմական գարկերն էին եթե հանգարց բادرազմը լա եւ իրենք ցի եւ ճորի չունենային չեն գնար բادرազմիլ so ակապ ինչ փնդրելու գելե խոտ փնդրելու գելե միջ այդ ինչ փնդրելու պետք է ելեր Սիրաներ ակապ ասված փնդրելու ելելու գելե խոտ փնդրելու So իր դնդեսին իր դան դնդեսին գսեթուն ասկոմը կնա խոտ փնդրե եսալ միս կոմը երթամ ճուրի աղբյուրներուն կով նայիմ արդյոք խոտ պիտի գտնեմ So երբ որ ապտյան որ հավատացյալ մեկն էր երբ որ գերտա խոտ փնդրելու գիտեք ճամփան որու գհանտիբի Եղիային գհանտիբի Եվ Եղիային դեսնելուն բես գսե գկիտնա որ անիգա ասո մարկարեն է եւ երեսին վրա կեդին գինա գսե որ Եղիա իրեն գսե ես գսե այսօր ակահապին պիտի երևնամ ապտյա գսե ակահապը գսե դեղեդեղ երկրե երկեզ գփնդրե որբեսի քեզ սպանե եւ գիտես գսե հեզապել չարտակուին բոլոր մարկարեները ասո մարկարեները սպանեց գսե եւ ես միան գսե 100 հոգի գրծա ազատել 50 կարարներու մեջ պահեցի եւ զանոնք հացով եւ ջուրով գերագրեցի So սիրելներ նայեցեք հեզապելի չարությունը Աստծո ժողովրդին հանդեպ չարը որու յետևն է հավատացյալներուն յետևն է չարը ինձի եւ քերձի յետևն է մեր յետևն է սիրելներ բայց Աստված միշտ միջոց ունի մեզ խնայելու բահերու գերագրելու So ապտյա ասո զավակներ եւ այս 100 մարգարեները սիրելներ բահաձեր So Եղիա գսե ես այսօր ակահապին պիտի երևնամ գսե քնա եւ ասե ահա Եղիան գուքա Եվ այս ծարան ապտյան գերտա թակավորին գսե Եղիան պիտի կա եւ քեզի պիտի տեսնվի So գուքա թակավորը եւ Եղիան ակահապին թեմ գելլե եւ նայեցեք ակահապ ինչ գսե Ապտյա ակահապին արջև ելավ ու անոր բատմեց ակահապ Եղիան թիմավորելու քնած ակահապ Եղիան դեսածին բես այսինքն թակավորն է գսե անորը սավ Իսրայելը նեղության մեջ ցկողը ցունես Եղիա ցունես որ Իսրայելը նեղության մեջ ցկեցիր Հիմա ցեզի հարցնեմ Եղիան էր որ Իսրայելը նեղության մատնեց Ով էր որ Իսրայելը նեղության մատնեց Աստված էր որ մատնեց եւ իրենց մեղքերն էին որ զիրենք դժվարության մատնեցին Գիտեք մենք շատ անգամ բզիկ դժբախտությունը բզիկ անհաջողությունը եթե լա որու գայբանենք առաջին անգամ Աստծո գայբանենք ով դեր ինչու ինձ այսպես ով դեր միան ես եմ ով դեր ինչու աստծախորտությունը Աստված չէ սիրելիներ ակահապ որու այբանեց Աստծո այբանեց բայց Նայեցեք Եղիայի քաչությունը համարցակությունը
Եղիա գիտեք ինչ գսե թե Եղիա ասավ Իսրայելը ես չնեղեցի հաբատուն ու քու հորդ դունը քանզի դերոջը բատվիրանքները թողուցիկ ու փաղիմին յետևեն կացիկ Ուրեմն ով էր պատճառը նեղության Աքահապը եւ իր բանը այո աստեղը եւ Աքահապ բոլոր Իսրայելի ուրեմն գարտան ու Եղիա ասավ Իսրայելը ես չի նեղեցի հաբատուն ու քու հորդ դունը քանզի դերոջը բատվիրանքները թողուցիկ ու փաղիմին յետևեն կացիկ եւ հիմա նայեցեք challenge պիտի գա հիմա Եվ հիմա մարդ ղրգե ու բոլոր Իսրայելը եւ Փաղի 450 մարգարեներ ու Հեզապելին սեղանեն ու դող աստարովտի 400 մարգարեները Գարմեղոս լերան վրա իմ կովս հավաք է Ակա բոլոր Իսրայելի որդիները մարդ ղրգեց ու մարգարեները Գարմեղոս լերը հավաքեց Եղիա բոլոր ժողովրդին մոդեցավ եւ ասավ Դուք մինչև երբ երկու մտքի վրա պիտի գաղաք մինչև երբ երկու մտքի վրա պիտի գաղաք Եթե Եհովան Աստված է անոր յետևեն կացեք իսկ եթե Փաղ Աստված է անոր յետևեն կացեք ժողովուրդը պատասխանը ինչրավ չի դվավ Սիրելիներ աստեղը շատ կարևոր հարցում մգա այսօր ամեն մեկերնուս որպես հավատացյալներ Մինչև երբ երկու մտքի վրա պիտի ըլլանք Եթե հավատացյալ ենք, պետք է հավատացյալի վարմունք ունենանք, չէ՞։ Երբեմն սիրելիներ հավատացյալներ երկու մտքի վրա մեկ աշխարհի մեջ ենք, մեկ եկեղեցին մեջ ենք, չէ՞։ Մեկ Աստծո խոսքին մեջ ենք, մեկ աշխարհի խոսքին մեջ ենք, սիրելիներ։ Այսօր սիրելիներ ամեն մեկերնից պետք է որոշում կայացնենք։ Մինչև երբ քու կորձերուտ մեջ մխրջված ես եւ Աստծո կորձը անդեսած ես, չէ՞։ Մինչև երբ քու անցիդ համար գաբրիս եւ ոչ թե Աստծո համար գաբրիս, մինչև երբ Պերնովդ զասված կխոստվանիս եւ քու կորձերովդ գուրանաս, որ Աստված կա, մինչև երբ սիրելներ։ Հիշեք Հիսուս ինչ ասավ մեզի։ Հիսուսը ասավ չեք կրնար երկու դիրոջ ծառայություն ունել, չէ՞։ Գամ մեկը պիտի սիրեք, մեկը ադեք, գամ մեկուն պիտի հարիկ եւ մյուսը պիտի արհամարհեք։ Չեք կրնար ծառայել թե Աստծո, թե Աստծմե զատ ամեն բանի, մամոնային։ Գիտեք Հակոբոս Արաքյալ 1:8-ի մեջ այսպես կսե. Երգմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ջամփաներուն մեջ։ Եթե երկմտություն կա քո կյանքիդ մեջը, այսինքն Բաշտոներուն հետ դերը կբաշտես, այնտեղը փամփասոներուն հետ դերը ուրիշները կփամփասես, չէ՞։ Ասիկա ինչ է սիրելներ, double minded է։ Երբ որ աշխարհի շրջանագին մեջ ես, աշխարհիկի պես կվարվիս, երբ որ հոգևոր շրջանագի մեջ ես, սուրբ կլաս։ Ասի ինչ է, double mind է, երկու մտքի վրա ես դուն։ Սիրելներ, Հիսուս ինչ ասավ, սիրեք ու դեր Աստվածդ Քու բոլոր սրդովդ, քու բոլոր անձովդ, քու բոլոր մտքովդ։ Մենք չենք կրնար երկու թելի վրա խաղալ։ Հիսուս ինչ ասավ եկեղեցին, նորուխտի մեջ, հայտնության կրքի մեջ։ Քանի որ քաղճես, քեզ բերնես դուրս պիտի փսխեմ։ Գադակ չես սիրելներ, ընդունված չես։ Եթե քաղճես, եթե երկու մտքի վրա ես, Ընդունված չի Աստծո առջև, շատ բարձ, շատ հստակ է սիրելներ։ Այսօր որոշում պիտի կայացնես, որ դու ուր ես, Փաղին կողմնես, թե Աստծո ժողովրդին եւ Աստծո ճշմարիտ աստվածպաշտության մեջ ես։ Ամեն։ Challenge-ը ինչ էր սիրելներ, challenge-ը Եղիա մարգարեն գսե հավաքե Տուն Ակապ ինչ մարգարե ունիս սուտ մարգարեներ բոլորը հավաքը հոս So 450 Փաղիմի սուտ մարգարեները եւ 400 ադալ աստարովտի մարգարեները գային որոնք չերևցան անոնք չեկան միան ովքեր եկան ովքեր քաջսիրդունեին Փաղի 450 մարգարեները եկան եւ Եղիա առանցինը սիրեներ Ինչը սավ իրենց գարտացիկ Եթե գարտակն է 18-րդ գլուխը ասոնք ամեն մեջն է գսե Challenge այս է Մեզի երկու զվարակ թողդրվի Բուլ այսինքն զվարակ Մեկ հատը ցեզի
Դուք կդրդեցեք, փայդերու վրա դրեք, ձեր զոհի սեղանին վրա դրեք եւ դուք ձեր Աստվածը գանչեցեք։ Ես ալ մյուս զվարագը պիտի կդրդեմ, սեղանին վրա պիտի տնեմ եւ ես ալ իմ Աստծույց պիտի գանչեմ։ Այն Աստվածը, որ գրագով կպատասխանե, այն է ճշմարիտ, հավիտենական, գենթանի Աստվածը։ Ամեն։ Հալելույա, հալելույա սիրելներ։ Գիտեք սիրելներ, Եղիա չի վախցավ 450 մարգարեներեն, որտեվ գիտեր որ ոչ թե թիմացիներն էին, հապա գիտեր որ ով է իր գողքին, ով է իր մեջը, ով է իրեն զորություն դվողը, ով է իրեն power դվողը, ով է։ Գիտեք նույն բանը Դավիթի բարակային եղավ։ Դավիթի արչև Գողիաթը ելավ ամեն մարդ թողած, բայց Դավիթը վազեց զանիգա մերցնելու։ Ինչու? Որտև գիտավ որ ով իրեն հետ է։ Սիրելիս քու գողքիդ եղողը գենթանի ճշմարիտ հզոր Աստվածն է, ամեն բանի գարող Աստվածն է։ Հալելույա։ Գարձեք թե սիրելներ հիմա թեմերնից տադերկությունը պիտի ըլլա։ Ովքեր կսիրեն տադերկություն, մենք հալեբը շատ տադերկության երթայինք։ Տադերկություն գլա, ուրեմն ստեյջը Գարմեղոս լերն է։ Գարմեղոս լերը վրան են, ստեյջը պեմը Գարմեղոս լերն է։ Օդիենսով է, հանդիսադեսը ժողովուրդն է։ Իսկ թերագադարով է, Եղիան է։ Եվ մյուս 450 սուտ մարգարեները։ So հիմա Եղիա ինչը սավ, օքեյ, առաջ դուք կացեք, հրամեցեք ձեզի, շատ ջենթլմեն է, հրամեցեք դուք։ So 450 Փաղիմի մարգարեները գսես սեղանը թրին բուլը զվարագը գդրդեցին զոհի սեղանին վրա թրին եւ գսե արդվնե սկսան Փաղիմին անունը գանչեր ով Փաղ պատասխանե մեզի ով Փաղ մինչեւ գեսոր գսե ցայն ցույն չիգար գիտեք Եղիա ինչրավ Եղիա սկսավ մոկ ընել ծաղրել Ավելի բարձր կանչեցեք, թերևս չի լսեց, թերևս սպաղված է, թերևս հոլիդեյ է, թերևս քնացած է։ Սիրելներ, եթե գեղձ Աստծո գաղութես, եթե ճշմարիտ Աստծմեզատ ուրիշ ովևէ մեկուն գտիմես, պատասխան պիտի չառնես։ Միան ճշմարիտ Աստծո է որ պիտի աղոթենք մենք, Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգիի միջոցով, Հայր Աստծո է որ պիտի աղոթենք։ So մինչև գսե գեսոր եւ գիտեք ինչ սկսան անել սիրեներ շատ ցավալի է գսե սկսան իրենց մարմինները գդրդել մինչև որ գսե արույն ելավ գարտացեք 18-րդ գլուխը այնպես որ նվիրված էին Փաղին սկսան իրենք սովորությանը պես գսե գիտեք սիրեներ շատ անգամ օդար չասվածներ ճաշտոները շատ ավելի դիվոթեդ են Շատ ավելի նվիրված են, բայց գուրորեն։ Գիտեք իսլամությունը, չէ՞։ Մենք շատ լավ գիտենք, Middle East-ին եկած ենք։ Շատ դիվոտ են, նույնիսկ շատ անգամ իրենց Աստծուն համար ինչ կնեն, իրենց անձերը գուդան, գսպանեն իրենց անձերը։ Նայեցեք, որքան devotion է, չէ՞, իրենց Աստծուն։ Ես սիրելիներ բարսիկ հավատացյալ մգար Իսլամութենե շատ մոլերանտ terrorist անձնավորությունը փանդին մեջը Հիսուս իրեն գահիտնվի եւ այս անձին զինքը Հիսուսի գահանցնե եւ քրիստոնյա գլա քրիստոնյա լալեն յետքը երբ որ իր վկայությունը գուդար Սավ թե շատ ուշակրավ փամասավ Սավ թե ես կզարմանամ որ քրիստոնյաներ իրենց Բայբլը չեն գարտար Որ as Բայբլը գսե որ ճշմարիտ Աստված գրած է չեն գարտար Ես որ իսլամ էի Ղուրանը 4-5 ամիս 3-4 ամիս անգամ ամենը գարտայի որբեսի ավելի դիվոտ լայի Ալլահին Գտեսնեք սիրելներ Իրենք ավելի դիվոտ են եւ իրենց սուտ Աստծուն Հիմա սիրելներ գեսորե վերջ եղավ եւ ցայն ցույն Չիգա Պաղը լուր է որտեվ պաղը Աստված չէ Հիմա որու գարկը եկավ Եղիային գարկը եկավ Եղիա ուրախացավ Հիմա իմ գարկս է Okay Հիմա Եղիա սիրելներ գիտեք ինչ երավ ժողովուրդին Սա որ մոդեցեք ինձի Մոդեցեք ինձի եւ հիմա ես ցեզի պիտի ցույց տամ ճշմարիտ ճշտամունքը ինչպես կլա Սիրեներ հին ուխտի մեջ Աստված իրենց շատ հստակ կերպով ըսած էր
թե ինչպես պաշտամունք կնեն, բայց ժողովուրդը մորցած էր եւ գիտեք ինչ ըրած էին, սեղանները փլցուցած էին, գոդրած էին, Աստծո սեղանները փլցուցած էին, որու սեղան շինած էին, փաղին սեղաններ շինած էին։ So առաջին հերթին եղյա ինչ կնե գիտեք, այդ փլած սեղանը կշինե ժողովրդին արջև, որբեսի ցույց տա, այդ սեղանը գիտեք ինչ կներկայացնել, իրենց հաղորդակցությունը, իրենց գաբը Աստծո հետ գդրված էր, խզված էր, գսե rebuild ըրավ, շինեց, որտեվ ժողովուրդը ինքը քանտած էր։ Առաջին հերթին սիրելներ, դիրոջ փլած սեղանը նորոգեց, որտեվ անիգա հաղորդակցություն էր Աստծո հետ։ Երկրորդ բանը ինչ ըրավ սիրելներ, գիտեք, երկրորդ բանը Եղիա 12 քար արավ Հութայի որդիներ, Հակոբի որդիներուն, ցեղերուն թիվովը, որոնք դերոջը խոսքը եղավ ասելով, քու անունդ Իսրայել ըլլա։ Երկրորդ բանը որ արավ, առաջինը սեղանը շինեց, երկրորդ բանը 12 քար արավ սիրելներ, որ ինչ կխորհրդանշե, գիտեք, չէ՞։ Իսրայելի 12 ցեղերը գխորհրդանշե եւ այդ քարերով սեղանը գրգին անգամ շինեց։ Ինչ ասել ուզեց, գիտեք եղա անդեղը, որովհետև Իսրայելի ժողովուրդը տեսակ չէ որ բաժնված էին։ 10 ցեղը մեկ գլուխ արած էր, 2 ցեղը ուրիշ գլուխ արած էր։ Եղիա ասել գուզե, երբ որ Աստված գուզե քու պաշտամունքիդ նայել, գուզե որ քու մեջդ մեգությունը լա, միությունը լա, քու եղբայր քույրներուդ հանդեպ մեկ սիրտ, մեկ հոգի, երբ գուզես որ եկեղեցիմը գուզե իր պաշտամունքը ընդունելի լա, պետք է քույրեր եւ եղբայրներ մեկ լան, մեկ սիրտ լան, մեկ հոգի լան, մեկ մտածում լան, երբ որ ընտանիքը գուզե իր պաշտամունքը ընդունելի լա, պետք է դեր դիգին զավակներ ամենը մեկ սիրտ մեկ հոգի լա, բեք չէ քժդություն լա իրարու մեջ։ Երբ որ զույգեր գուզեն պաշտամունք կնել Աստծո ընդունելի կերպով, պետք է իրենց հաղորդակցությունը իրարու հետ սեղմը լա, մեկը լա։ So եղիա այս մեսեջը դվավ, որ դուք բաժնեցիք Աստծո ժողովուրդը, բայց ես ետ կմիացնեմ, որբեսի Աստծոկով այս պաշտամունքը ընդունելի լա սիրելներ։ Ամեն։ Որտեւ մեր հաղորդակցությունը թե Աստծո հետ եւ թե իրարու հետ շատ կարեւոր է սիրելներ։ Իսկ երրորդ բանը որ ռավ շատ հետաքրքրական էր սիրելներ, որ երբ որ թրավ սեղանը քարերը արավ 12 թրավ եւ այս անգամ գսե փոսփորեց զոհի սեղանին շուրջը եւ 4 սապոր լեցուն 3 անգամ ճուր լեցուց 4 անգամ 3 քանի գնե 12 գովալ ճուր լեցուց, վերջը գսե զվարագը գդրդեց, վերջը վրան թրավ, որբեսի ճուրը գսե ամեն այդ դախտակները, քարերը, զվարագը ամենը ճուրի մեջ խոտեց, ճուրի մեջ թրջվեցավ։ Ինչու գսեք արդյոք, որբեսի սիրելիներ, մեկը չի գասկածի, որ այս բանը դերոճմեն է, որտեվ դախտակը երբ որ ճորը լա, քարը եթե ճորը լա, շատ ճյուրին գայրի, չէ գպրնգի, բայց երբ որ ամենը ճյուրի մեջ թաթխված լա, եւ երբ որ գրագը կա, գիտնան որ այս մեկը բնական չէ, հապա այս մեկը դերոճմեն է։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Հետաքրքիր է ցեզի սիրելներ այս պատմությունը։ Հալելույա, Պարկիր Սուրբ անվան։ So, չորրորդ բանը որ ըրավ, սիրելներ, գսե Եվ իրիկվա զոհ մադուցանելու ադենը Եղիա մարգարեն մոդեցավ ուսավ։ Աստեղը շատ կարևոր բամգավոր գուզեմ ասել սիրելներ։ Ինչու Եղիա սպասեց մինչև իրիկվա զոհի ադենը։ Գիտեք ինչու։ Եղիա սպասեց գսե ամենը պատրաստեց, սպասեց իրիկվա զոհի ադենը, որովհետև սիրելներ, այն ադեն, որովհետև իրենք հերու էին դաջարեն, բայց դաջարին մեջը բադվեր գար դերոճմեն, որ օրը 2 անգամ զոհ գմադուցվեր Աստծո, քավության զոհ, խաղաղության զոհ, 2 անգամ արդու եւ իրիկվա գում։
Եղիա սպասեց, որտեվ իր սիրտը Աստծո դաջարին հետ լայն էր, ինչուն էր, այսինքն ինքը իր գլխեն իր ուզած ժամուն պաշտամունք չեր մատուցաներ։ Ինչ որ հիմա սիրելներ հավատացյալներ կան, իրենց ուզած կերպով, իրենց ուզած ծևով, իրենց ուզած ժամուն, իրենց ուզած օրը դերը կպաշտեն։ Ամեն ադեն դերը գրնաշ պաշտել սիրելներ, բայց երբ որ գիրագի արավոտ է տունդերը ուր պիտի պաշտես, իր դան մեջ սիրելներ, այսօր հավատացյալներ կա գնախնդրեն դուներնուն մեջ նստիլ, իրենց անգողիներուն մեջ նստիլ, Facebook-ով հետևիլ, քան եւ Աստծո դան մեջ զաստված պաշտեն սիրելներ։ Չէ՞։ Եթե անանկիստ ես ան ուրիշ հարց, եթե պրոբլեմներ ունիս ատ ուրիշ հարց, բայց եթե ցերկդ ոտքդ կփռնե, ինչու գնստիս Facebook-ին տեմը եւ զասված կուզես պաշտել, ընդունելի չէ սիրելներ։ Աստված պիտի պաշտենք Աստծո ուզածին պես, ոչ թե մեր ուզածին պես սիրելներ։ Եթե գուզես քու պաշտամունքդ Աստծո արչեւ ընդունելի է։ Սո Եղիա սպասեց իրիկվա զոհներ սիրելներ եւ գսե այնադեն գսե աղոտ կրավ։ Գիտեք քանի վարգյան է աս աղոտքը, ընդամենը 32 վարգյան աղոտ մնե։ Ով Եհովա Աստված, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի, այսօր թող գիծվի թե Իսրայելի մեջ թունես Աստված, ու ես քու ծարադեմ, եւ այս բոլոր բաները քու խոսքովդ ըրի, ինձի բադասխան դուր ով դեր, ինձի բադասխան դուր, ու այս ժողովուրդը թող գիտնա թե թունես Աստվածը, ով դեր, եւ թե անոնց սիրտը ետ դարձնողը թունես։ Եվ ինչ պատահեցավ սիրելներ, այս պատկերը, որ առաջին այս պատկերը պատահեցավ, գսե երկնքեն գրակ եկավ գսե, եւ գսե ամբողջ զոհը, սեղանը, քարերը, ճուրերը ամենը լապեց, որովհետև ինքն է ճշմարիտ եւ գենթանի Աստվածը։ Գիտեք սիրելներ, այդ գրակը որու վրա պետք է կար։ Ժողովրդին վրա պետք է կար, որովհետև Աստծո արդար դատաստանը կբահանջեր, գիտեք Սոդոմ Գոմորին ինչ եղավ։ Երկնքեն գրակ եղավ եւ ժողովուրդը սպարեց, բայց Իսրայելի ժողովուրդը Աստված իր ժողովուրդն է սիրելներ։ Այդ գրակը ժողովրդին վրա կալու որպես արդար բադիժ իրենց, բայց այդ գրակը այդ դատաստանը որու վրա եկավ։ Զոհին վրա եկավ եւ զոհը այրեց։ Գիտեք սիրելներ խաչապայտին վրա ով մեզի համար զոհ եղավ։ Երբ որ Հիսուսը խաչեցին սիրելիներ, Աստծո բադիժը, արդար բադիժը, մեր մեղքերուն բադիժը, որու վրա եկավ Հիսուսին։ Պետք է զինք խաչոներուն վրա կային, չէ՞։ Մեր վրա կար, բայց Հիսուսի վրա եկավ սիրելներ։ Հիսուսալ եսօրե վերջվա զոհն էր, որ մեզի համար իր կյանքը տվավ։ Սիրելներ 30 սեկունդվա աղոթքը մեծ աստեցություն ունեցավ, քան թե մյուսներուն ամբողջ օրվա աղոթքը սիրելներ։ Հալելույա։ Հալելույա։ Եվ գիտեք ասկանով չի բավարարվեցավ Եղիան։ Գիտեք ինչ ըրավ։ Աստծո խոսքին հիման վրա նայեցեք ամեն բան Եղիա Աստծո խոսքով գնե։ Գսե բռնեցեք այդ 450 մարգարեները եւ Հեղեղադին մեջ սպաննեցեք։ 450 մարգարեները բռնեցին եւ Հեղեղադին մեջ ամեննալ սպաննեցին, որբեսի Աստծո խոսքը եւ Աստծո դատաստանը իր դեղը կա սիրելներ, որտեւ հին ուխտի մեջ կսե witchcraft-ը գախարտ կինը գուրքերը փանչնես, չիբահես, հաբա սպաննես, հաբա ոչնչացնես, Աստծո խոսքին հիման վրա Եղիա այնպես հրավ սիրելներ։ Եվ կգարտանք, որ վերջին բաժիններն է մի քանի գեդալ ունիմ, եթե օքեյ եք։ Սիրելներ, գիտեք Եղիա ակապին գտարնա եւ գսե, հիմա գսե ելիր քնա անցրև բիդիկա։ Եվ ինքը գսե Գարմեղոս լերը ետ ելավ եւ սկսավ աղոթել 7 անգամ գսե աղոթեց եւ տեսավ թե մարդու թաթի չափ ամպ կոքա եւ գիտավ որ անցրև բիդիկա եւ ոչ թե անցրև հեղեղներ իջան սիրելներ երբ որ ժողովուրդը զղջաց երբ որ ժողովուրդը դարձի եկավ երբ որ գուրքերը կանտեցին երբ որ սուտ մարգարեները փճացուցին սպաննեցին երկինքը բացվեցավ սիրելներ
Գիտեք, շատ անգամ մեր մեղքերը, մեր անհրաժեշտությունները, մեր վիճակներու մեջ ըլլալը, մեր երկինքը ինչ հրած է, կոչած է սիրելներ։ Այսօր դարձի կանք, այսօր որոշում կայացնենք, չէ՞, որբեսի երկինքը ինչը լա միշտ փածը լա։ So հետևաբար նայեցեք Եղիա գրգին անգամ Աստծո խոսքը կգադարի։ Վերգել է, գաղոթե, 7 անգամ, չեր մեր անտությամբ գաղոթե, մինչև որ անցրևը կա։ Եվ գսե անցրև եկավ եւ ամբողջ երկիրը լեցուց։ Հիմա սիրելներ մի քանի վարքյաններ գուզեմ Եղիայի անձնավորության մասին խոսել եւ գուզեմ որ աս հատկությունները մեր կյանքի մեջ իրականացնենք չանանք մենք ալ ունենանք այս հատկությունները գիտեք Եղիայի Զարան Եղիսեի պատմությունը երբ որ շարունակեք կգարտակ Եղիսեի միշտ կուզեր Եղիայի հոգին գրտնաբադիգը նախանցախնդիր էր որտեվ դեսար թե Եղիա ինչպիսի գդրիչ քաջ համտուգն հրաշքները նող մարգարե մներ նախանցախնդիր եղավ սա որ Եղիային ես ագուզեմ քո հոգի հետ ունենալ այսօր մենք ալ այդ հոգին ունենանք որ նախանցախնդիրը լանք Եղիայի հոգի են ունենալ ուրեմն առաջին հատկությունը որ ամենքնիդալ դեսակ պատմության ընթացքին հավատարմությամբ եւ փծախնդրությամբ հնազանդեցավ Աստծո փծախնդրությունով դիթեյլներով սիրելիներ դիթեյլներով հնազանդեցավ Աստծո թե իր private կյանքի մեջ թե իր public կյանքի մեջ երբ որ private կսեմ գիտեք ասված ինչը սավ իրեն երբ որ սովը պիտի կար իրեն սա որ քնա բահվե հեղեղադին մեջ ես քեզի պիտի գերագրեմ Եղիա քնած Վերջը սավ քնա սիտոնացիներուն քաղաքը հոն որպեվայրիով քեզի պիտի գերագրեմ Եղիա քնած իր private մեկը չդեսավ այս մեկը բայց Եղիա հնազանդեցավ իդ գնալ իր public կյանքի մեջ սավ հիմա ելիր քեզի ակապին պիտի խրգեմ օ չէ դեր Հիսուս ես չեմ գռնար Չէ, Եղիա բادرաստ էր, այո դեր, ակապին չար թակավորին, արչև ելլելու բادرաստ էր։ So ուրեմն առաջին հատկությունը շատ կարևոր է սիրելներ, որ մենք մեր կյանքի ընթացքին որպես հավատացյալներ բծախնդրությունով եւ հավատարմությունով հնազանդենք Աստծո ամեն բատվերներուն։ Երկրորդ շատ կարևոր հատկությունը համարցակ, քաչ Եվ խիզախ էր սիրելներ ոչ մեկ բան չէր վախնար որտեվ ասեց մեկը վախնար ինքը ոչ մեկ բան ոչ ակահապը ոչ ակահապի 450 մարգարեները զինքը ինչերին շարժեցին զինքը վախծուցին ոչ մեկ բան գիտեք այն ադեն freedom speech-ալ չգար որ ելեին հիմա ամեն մարդ ազատ է ելեն ուզածնին խոսին բայց երբ որ ասված իրեն ասավ եկուր ակապին միտ գրգեմ եւ ակապին թեմ միտ խոսիս գիտեք վտանգավոր բան մներ եւ մանավանդ հիշեցի որ հեզապելը չար թակուին ինչ հրած էր մարգարեները սպաննած էր So այսինքն վախնալիք էր քիչմը թակավորին թեմ ելել եւ Աստծո վրտիգը Աստծո Տադաստանը իրեն ասել բայց Եղիա քաչ էր գդրիչ էր սիրելներ ուր էին այդ 100 մարգարեները Աստված ինչու զանուն չի կորձածեց չէ 50 բավդած էին Ուր են այսօր հավատացյալներ սիրելներ մեջտեղ չգան Ուր են Աստծո կորձը նոները ուր են Աստծո վկայությունը բաժնեկցողները ուր են դուրսերը ելող խոսողները ուր են սիրելիներ այսօր հավատացյալները հանգիստ ճուրով հացով գերագրվին որ իրենց դուներուն մեջ հանգիստ են Բայց Եղիա սիրելներ ոչ մեկ բան է վախծավ ոչ մեկ բան է ոչ մեկ անձ է ոչ թակավորեն ոչ թակուի են որ ամենաչար թակուին էր հեզապել թակուին So ինչ հրավ սիրելներ համարցակություն որովհետև գիտեք ինչ էր Եղիայի անունը թերևս սկիզբը պետք է ասեի ինչ կնշանակե Եղիա Եղիա գիտեք ինչ կնշանակե Եհովան իմ Աստվածս է Եհովան իմ Աստվածս է իմ Աստվածս Եհովան է Եբրայերեն լեզվի մեջ Եղիան իմ Աստվածս Եհովան է Եհովան իմ Աստվածս է So քանի որ իր Աստվածը Եհովան էր ոչ մեկ բան է վախ չուներ Հալելույա Հալելույա երրորդ կարևոր բանը սիրեներ որ գուզեմ ասել աղոթքի կյանք ուներ Եղիան
աղոտքի մարդ էր։ Առաջին անգամ որ երբ որ բիդիելներ ակապի գսե գենթանի ճշմարիտ Աստվածը գենթանի է որուն արչև գգայնիմ ինքը ամենադեն դերոջը ներգայության մեջ էր սիրելիներ ամենադեն եւ գտեսնեք մեկ աղոտքով երկինքը բացավ եւ աղոտքով ալ երկինքը կոծեց եւ բացավ գիտեք աս մասին նոր ուխտի մեջ որ արաքյալը հիշած է Հիշադակություն կա Եղիայի մասին նոր ուխտի մեջ որ Եղիայալ գիրքերու դեր մարտեր հիշեցիք եւ Հակոբոս Արաքյալը գսե որ Ատկից առաջ նայեցեք ինչ գսե Հակոբոս Արաքյալ գսե արդարին չերմերանտ աղոտքը շատ աստեցություն ունի ամիջապես գսե Եղիայալ մեզի պես գիրքերու ենթագա մարտեր աղոտ գրավ որ անցրև չկա 3 ամիս 3 տարի 6 ամիս անցրև չգավ յետքը աղոտ գրավ երկինք անցրև դվավ So իր մասին գրված է սիրելներ որ չերմերանտությամբ աղոտող անձնավորություն մներ սիրելներ Առանց աղոտքի բամը չենք կրնարնել Հալելույա այս 3 հատկությունները սիրելներ այսօր գուզեմ որ հետը տանիս առաջինը բծախնդրությունով հավատարմությունով հնազանդեցավ երկրորդ համարձակությունով քաչությունով Աստծո գամքը Աստծո խոսքը փոխանցեց թակավորին եւ ժողովրդին եւ երրորդ ինքը աղոտքի մարդ էր սիրելներ չերմերանտ աղոտ ոչ թե միան շրթունքներու աղոտ Չերմերանտ աղոտ երբ որ գարտակ կացեք եւ գարտացեք երրորդ թակավորած 17 18 19-րդ գլուխները երբ գարտակ իր ցանկն է գարտացեք այնտեղը գսե որ 7 անգամ աղոտեց Գարմեղոս լերան վրա մինչեւ որ Աստված երկինքը բացավ Սիրելներ մեկ մարդ տարբերություններով մեկ մարդ իր ժողովուրդը որ հետանոսության գրաբաշտության խավարի մուտի մեջ էր ինչ իրավ դարձուց national revival եղավ սիրելներ մեկ անցի միջոցով so Տունես անցը սիրելներ մի փնդրեր հոսհոն Կետոյոնի բարական գիտեք Կետոյոն երբ որ հրեշտակը հսավ ուր է Աստված ուր է հրաշքները ուր է նշանները հրեշտակը հսավ եկուր քեզի պիտի առնեմ եւ քեզի պիտի ղրգեմ որ հրաշքներ նշաններն ես մի փնդրեր սիրելնես Տունես Աստծո փնդրածը Տունես So մեկ մարդ սիրելներ շատ մեծ դարբերություն գնե Եղիա անունը Եհովա իմ դերս է, Եհովան իմ Աստվածս է, իր անունը այնպես էր եւ իր ցանկն ալ այդ մեկը ցույց տվավ, չէ՞։ Այդ մեկը ցույց տվավ։ Մենք ինչ կսենք քրիստոնյա ենք, բայց մեր կորձերը պետք է ցույց տա, որ մենք Քրիստոսի նման ենք, Քրիստոսի հետևորդ ենք։ Ամեն։ Հալելույա, հալելույա։ Գիտեք սիրելներ, ասմեգն ալսեմ վերջացնեմ։ Աստված միշտ կփնտրե մեկ մարդը, որ խրամադին մեջ կենա, չէ, Եզեկիելի մեջ կսե։ Մեկ մարդը փնտրեցի, որ գապի մեջ կենա, խրամադի մեջ կենա։ Այս ժողովրդից համար աղոթ է, որտեղ սիրելներ Աստծո սիրտը իր ժողովրդին վրան էր։ Ինչու այս բոլոր թադերկությունը եղավ, որբեսի իր ժողովուրդը դարձիկա եւ ճշմարիտ Աստվածը ճաշտե։ Աստծո սիրտը իր ժողովրդին վրան է սիրելներ եւ մեկ մարդ կփնտրե, որբեսի այդ գամքը գադարը եւ այդ արժանությունը ընե այս երկրի վրա։ Ամեն։ Ովքեր գուզեն լալ այդ մեկ մարդը, ովքեր գուզեն լալ։ Հալելույա։ Եկեք սիրելներ, բահմը մեր գլուխները խոնարեցնենք եւ 2 վարյան աղոց կնենք։ Հալելույա, հալելույա, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք քո խոսքիդ եւ անոր ճշմարտության համար, շնորհակալ ենք որ դու ամենադեն ունիս զավակներով Տեր Հիսուս տարերու ընթացքին, որոնք ոչ ըսին, որոնք չխոնարհեցան չար թակավորներու, չխոնարհեցան գուրքերու, չասվածներու, հաբա համարցակությունով նույնիսկ իրենց անցին կնովը, մահվան կնովը Տեր Հիսուս գանքնեցան եւ ճշմարտությունը խոսեցան։ Այսօր գաղոթեմ ով դեր ինձ մեզ սկսյալ ամեն մեկուս վրա Եղիայի հոգին գրտնաբադիկ հոգին դուր ով Տեր Հիսուս մեզի Տեր Հիսուս դուր որ հավատարմությունով բծախնդրությունով Տեր Հիսուս քու գամքը գադարենք քու խոսքիդ հնազանդենք քեզի ենթարկվենք որբեսի համարցակություն ունենանք Տեր ամեն ուր որ մեզի գանչես աղ եւ լույսը լալու
ասելու որ այո ես Քրիստոսնյա եմ, Քրիստոսի կպատկանիմ, Քրիստոսի խոսքը կխոսիմ եւ Քրիստոսի գործերը կկատարեմ։ Եվ դուր որով դեր ամեն մեկս դեր մեր փլած սեղանները դեր Հիսուս այսօր վերաշինենք դեր մեր հարաբերությունները շինենք ով դեր Հիսուս որբեսի մեր պաշտամունքը եւ մեր աղոթքը քեզի հաճելի եւ ընդունելի լա այն ադենով դեր տուն երկնքեն պատասխանող ճշմարիտ միակ հավիտենական Աստվածն ես ով դեր թող ողջ փառքը բադիվը մեծությունը քեզի լա հայր Որդի եւ Սուրբ Հոգի հալելույա ասո ժողովուրդը գսե ամեն Դերը ցե շատ օրհնե սիրելիներ